Տեղի ունեցավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Հայաստան։ Հիմնական այցի ուղերձը եւ նպատակն էր ցույց տալ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարությունը այսօր բաց եւ անկեղծ միջավայրում պատրաստ է քննարկել հարաբերություններում առկա կնճիռներն ու նախանշել հարաբերությունների զարգացման տեսլականը։ Սակայն ինքնին արտգործնախարարների հնչեցրած հիմնական թեզերը, արված շեշտադրումները ցույց էին տալիս, որ այնուամենայնիվ կողմերը այսօր չունեն իրական քաղաքական կամք այդ խնդիրները հաղթահարելու համար։ Մասնավորապես դրա հիմնական ցուցիչներից մեկն այն էր, որ հերթական անգամ անդրադառնալով Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին, Արցախի շուրջ տեղի ունեցած զարգացումներին, թե Միրզոյանը եւ թե Լավրովը փորձում էին կրկնել մինչ այդ բազմիցս հնչեցված թեզերն ու միմյանց մեղադրել տեղի ունեցածի համար եւ իրենց վրայից հանել պատասխանատվությունը։ Մինչդեռ եթե կողմերը այսօր իսկապես պատրաստ են հաղթահարել առկա խնդիրներն ու զարգացնել երկխոսությունը, նրանք պետք է ոչ թե խուսափեին այդ պատասխանատվությունից, այլ յուրաքանչյուրը ընդուներ իր պատասխանատվության բաժինն ու քննարկեին այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են իրավիճակը փոխելու եւ խնդիրները լուծելու համար։ Սակայն դրան ցավոք սրտի ականատես չեղանք։ Ինչ վերաբերում է Լավրովի կողմից հնչեցված ուշագրավ թեզերին, ապա դրանցից մեկը վերաբերում էր այն արձանագրմանը, որ Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը եւ ուշադրություն, պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել լուծելու այն խնդիրները, որոնք այսօր խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այստեղ հարց է առաջանում, թե ինչ խնդիրների լուծմանն է պատրաստ աջակցել Ռուսաստանը, որովհետև ինչպես բոլորը շատ լավ հիշում ենք, այդ խնդիրները այսօր Ադրբեջանի կողմից առաջ քաշված նախապայմաններն են, իդեմս Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություն կատարելուն եւ Մինսկի խումբը լուծարելուն։ Այստեղից հարց է առաջանում, թե այս երկու հարցերից որ մեկում է Ռուսաստանը տեսնում իր դերակատարումը եւ ինչպիսին է տեսնում այդ դերակատարումը։ Մյուս ուշագրավ հանգամանքը հերթական անգամ Ռուսաստանի արտգործնախարարի կողմից հղումն էր 2020-ից 22 թվականների ընթացքում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռք բերված պայմանավորվածություններին եւ Ռուսաստանի պատրաստակամությունը դրա վրա հիմնվելով շարունակել միջնորդական որոշակի դերակատարում կամ կողմերին աջակցելու որոշակի դերակատարում։ Այս հղումը հերթական անգամ որոշակի տարակուսանք է առաջացնում եւ թվում է անտրամաբանական, հաշվի առնելով, որ առ այսօր ոչ միայն այդ պայմանավորվածություններից ոչ մեկը լիարժեք կատարված չէ, այլև ավելին դժվար է պատկերացնել, թե ստեղծված իրավիճակում ինչպես է հնարավոր վերադառնալ այդ պայմանավորվածություններին։ Եթե անդրադառնանք ընդհանուր առմամբ այս այցի եւ ընդհանուր ֆոնին, ակնհայտ է դառնում, որ հայկական կողմը իր հերթին չունի իրական քաղաքական կամք հարաբերությունները լիարժեք կարգավորելու կամ առնվազն այստեղ ունի որոշակի մտավախություններ կապված արևմտյան կողմի հնարավոր արձագանքների հետ։ Դա էին ցույց տալիս ընդամենը Լավրովի այցի նախօրեին Եվրամիության դեսպանների հետ սեմինարի ժամանակ Արարատ Միրզոյանի արած հայտարարությունները անվտանգային դիվերսիֆիկացիայի, առկա միջազգային անվտանգային համակարգերի չգործելու եւ այլնի մասին, այլ կերպ ասած հերթական անգամ ընդգծելու, որ Հայաստանը հաստատակամորեն ընթանում է արտաքին քաղաքական եւ այդ թվում անվտանգային հարցերում վեկտորների փոփոխության ուղով։ Ինչպես նաեւ դրա մասին էին վկայում իշխանության հետ սերտ կոորդինացման մեջ գտնվող արտախորհրդարանական որոշակի ուժերի բողոքի ակցիաները, որոնք կազմակերպված էին Լավրովի այցին ընդառաջ եւ այցի ընթացքում, ինչպես նաեւ որոշակի հարցադրումներ եւ դրանց արտգործնախարարի արձագանքը։ Ընդհանուր առմամբ այս այցը տեղի է ունենում նաև ռեգիոնալ որոշակի հետաքրքիր կոնտեքստում, հաշվի առնելով այսօր Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև երկխոսությունը եւ տրամադրությունների որոշակի փոփոխությունը եւ այդ թվում Լավրովի կողմից արված շեշտադրումները, որտեղ նա տարանջատում էր Արևմուտքի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության դիրքորոշումները,
ինչպես նաև այդ կոնտեքստում շեշտադրումներ առային, որ Ռուսաստանը կարևորում է, որպեսզի տարածաշրջանին վերաբերող հարցերը կարգավորվեն տարածաշրջանային մակարդակներով։ Այս համատեքստում արժանի է ուշադրության այն հանգամանքը, որ այս նույն օրերի ընթացքում սպասվում է Ռուսաստանի արտգործնախարարի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարարի հետ, Լավրովին զուգահեռ Հայաստանում էր գտնվում Իրանի պաշտպանության նախարարը, մյուս կողմից Իրանը զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկրները գտնվում են ակտիվ երկխոսության փուլում եւ Լավրովն էլ իր խոսքում մի քանի անգամ կարևորեց գումարած 3 ձևաչափը եւ դրա սպասվող հանդիպումները, այդ թվում շեշտելով, որ հնարավոր է Հայաստանը եւ Ադրբեջանը լինեն հաջորդ երկրները, որոնք որ կհյուրընկալեն այս ձևաչափը։